Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանն է, Նոյան Տապանի քննարկում հաղորդաշարը եւ այսօր իմ հյուրն է ՍԻՄ նախկին նախագահ, Սահմանադրական իրավունք միության հիմնադիր նախագահ, նախկին պատգամավոր, ռադիոինժեներ Հրանտ Խաչատրյանը, ողջունում եմ պարոն Խաչատրյան, մեր տաղավարում, փորձենք ձեզ հետ զրուցել, այսօր քննարկել որոշ հարցեր եւ առաջին հարցը, որը ուզում եմ ձեզ հետ քննարկել, հիմնականում դա վերաբերում է մեր մտավորականությանը, բոլորը մեղադրում են մտավորականությանը պասիվ լինելու մեջ, այս իրավիճակից ուրեմն ելքեր չգտնելու ցանկության մեջ եւ եթե իրոք տեսնում ենք մեր բուհերի դասախոսները, մեր ուրեմն տարբեր մտավորականներ շատ այդպես առանձնապես ակտիվ չեն այս իրավիճակի մեջ, մինչդեռ Հայաստանը գտնվում է բավականին լուրջ համակարգային խնդիրների մեջ եւ այս խնդիրներից դուրս գալու համար նախ պետք է հասկանալ ուր պետք է գնալ, եթե նավը ուրեմն որևէ նպատակակետ չունի գնալու, ուր էլ գնա այդ նավը համարվելու է, որ ինքը ճիշտ է գնում։ Հիմա ես կարծում եմ, որ այս տարիների ընթացքում, սկսած անկախությունից մինչև հիմա, մենք կարծես թե մեր առաջ որոշակի նպատակներ չենք դրել, որպեսզի հասնենք այդ նպատակների, իսկ հիմա որպես նպատակ առաջարկվում է ուրեմն իրական Հայաստանի կոնցեպցիան, որը նշանակում է 29743 կիլոմետրից դուրս մենք ոչինչ չունենք, չենք նայում։ Շնորհակալություն հրավերի համար, որպես նախաբան ասեմ, որ վերջի ժամանակներս ամեն ինչ արել եմ, որ ինձ եթեր չհրավիրեն, բայց դուք հրավիրել եք եւ ձեր պատասխանատվությամբ կմասնակցեմ այդ զրույցին, անկեղծորեն կմասնակցեմ եւ ոչ թե այն պատճառով եմ մերժել հրավերները, որ ասելիք չունեմ, այլ խնդիրն այն է, որ ասողին լսողը պետք է խոսքը տեղ հասնի։ Ու այսօր փորձենք այնպես հետաքրքիր դարձնել մեր զրույցը, որ մարդիկ լսեն ու լսելուց գուցե ինչ-որ բան էլ համաձայնեն մեզ հետ։ Խոստումնալից Երկրորդ խնդիրը այն է, որ այսօրվա վիճակում այնպես է դաշտը, հասարակական դաշտը աղավաղված, որ մեր յուրաքանչյուր խոսք կարող է օգտագործվել ոչ թե մեր դեմ, ինչպես քրեական օրենսգրքում է գրված, որ ձերբակալում են, զգուշացնում են, այլ կարող է օգտագործվել մեր հայրենիքի դեմ։ Ուրեմն այդ վերապահումներով փորձենք լինել անկեղծ ու խոսենք մտավորականությունից, մի այսպես զավեշտալի դեպք հիշեմ դրա վերաբերյալ, մեր հզոր ընդդիմադիր դաշինքներից մեկի ժամանակ, երբ ամենօրյա հանրահավաքներ էին գնում, ուրեմն հրավիրված մտավորականը զանգահարել ասել էր այսօր չեմ կարող գալ եւ ասենք դաշինքի անդամները մտահոգված էին, որ ժողովուրդը կարող է դժգոհի, որ այդ օրը մտավորականի խոսք չկա։ Իսկ ես նախապես այդ օրը ելույթից հրաժարվել էի, որովհետեւ մեծ դաշինքներից էր, երկարում էր, ասեցի ես այսօր չխոսեմ, համաձայնվեցին բոլորը ու սկսեցին զանգահարել այս մտավորականին, բոլորը ինչ-որ հրաժարվեցին, ես էլ անսպասելի ինձնից անկախ ասի տղեր կարելի է այսօր ես մտավորական ձևանամ, ու բոլորը ծիծաղեցին ու ոմանք էլ կարծեցին, որ այնուամենայնիվ ուզում եմ անպայման ելույթ ունենալ, հետո ես բացատրեցի, որ գիտեք ինչ, մենք էլ ենք մտավորական, եթե մենք մեզ դուրս ենք դնում մտավորականության շրջանակներից, այն մյուսներին մենք ոչ իրավունք ունենք մեղադրելու, ոչ էլ իրավունք ունենք որևէ բեռ նրանց վրա դնելու։ Այնպես որ անցած 30-35 տարիների ընթացքում մենք այդ մտավորական բառն էլ չկարողացանք խոսույթի մեջ այնպեսին դարձնել, որ մարդիկ իմանան ինչի մասին է խոսքը։ Այսինքն մեկը իրեն համարում է մտավորականից բարձր, որովհետև ինչ-որ դիրք ունի կամ ինչ-որ այլ զբաղմունք ունի,
Այն մյուսին համարում ենք, որ ինքը մտավորականից ցածր է, որովհետև բավարար կրթական մակարդակ չունի, եւ մնում է մի շերտ, որը կուզի խոսի, կուզի չի խոսի, կուզի սրան կպաշտպանի, կուզի նրան կպաշտպանի եւ տրոհված հասարակությունում ես դա նորմալ բան եմ համարում, որ մարդը եթե առավել եւս մտավորական այդ կոչումը իրեն որևէ առավելություն չի տալիս, բայց հնարավոր են հին խոսք կա, չէ, որ նախաձեռնությունը պատժելի է։ Եթե ինքը նախաձեռնություն ցուցաբերի, կարող է պատժվել եւ այդ ժամանակ մնալ մենակ առանց օգնականների, այդպես է, այնպես որ մտավորականների խնդիրը եկեք դիտենք ընդհանուր համատեքստում եւ նրանց տեղը ոչ թե մենք որոշենք, այլ այնպիսի դաշտ պետք է լինի, որ մտավորականը զգա իր եւ ունակությունը, եւ հնարավորությունը, եւ առավելությունը, եւ պատասխանատվությունը։ Տեսեք, եթե դուք այդպես եք մոտենում հարցին, ես կարող եմ ասել, որ այո, խորհրդային միության ժամանակ մեր մտավորականները մեկ անգամ չէ, որ պատժվել են իրենց տարբեր ակտիվությունների համար, տարբեր պատիժներով, ասենք 37 թվականին մահապատիժներով, աքսորով, հետո ուրեմն ավելի մեղմ, բայց այնուամենայնիվ էլի պատիժներով եւ սովետական միությունում առաջացել էր որոշակի իմաստով իր մեծամասնության մեջ հանդուրժող հարմարվող մտավորականություն, որի մեջից մեկ-մեկ դուրս էին գալիս առանձին դեմքեր, որոնք որ այսպես այդ ընդհանուր բանը ջարդում էին։ Հիմա այս նորանկախ Հայաստանի մեջ մտավորականությունը ընդհանրապես դրված չէր մեր իշխանությունների օրակարգում։ Հիմա կուզես գնա մտավորական եղի, չես ուզում գնա վաճառիր շուկայում։ Եվ քանի որ եւ կրթական ցենզի խնդիրը եւ ընդհանրապես այդ մտավորականությանը որոշակի միջավայր ստեղծելու, որպեսզի նրան գեներացնեն եւ պետությանը եւ ազգին եւ տեխնիկային եւ այսպես օժանդակող գաղափարներ չկա։ Եվ ես ուզում հարցնեմ, լավ, դուք ինչ ռադիոինժեներ եք, խորհրդային շրջանում հայտնի եք եղել ձեր ուրեմն նախագծերով եւ այլն, առանց այդ գիտական միջավայրի, առանց այդ պետության կողմից մտավորականությանը եւ գիտությանը հարգելու, մենք ուր կարող ենք գնալ։ Ձեր հարցը կարող են ոմանք այսպես հասկանալ, որ դուք ռադիոինժեներ եք, ինչպես է, որ դուք ձեզ կարող եք թույլ եք տալիս մտավորական համարել։ Հնարավոր է, չէ, այդպիսի դեպքեր։ Գիտեք, հասկացում ենք խեղաթուրված է, որ կարող է եւ այդպես մտածող լինի, որ մտավորականը անպայման պիտի բանաստեղծ լինի կամ ասած գրել։ Ես ասում եմ, որ ոչ բանաստեղծություններ եմ գրել, ոչ նկարել եմ, ոչ էլ երգեր եմ հորինել, բայց այնուամենայնիվ ես ինձ մտավորական եմ համարում։ Եվ ինձ թվում է, որ այն շերտը, որը բառից բուն իմաստով իր հիմնական զբաղմունքն է մտավոր աշխատանքը, նկատի ունեմ արվեստը, նաև գիտությունը, այո։ Եվ մտավորականի հիմնական ֆունկցիան եւ անելիքը ես համարում եմ ստեղծագործելը։ Եթե մարդը կարողանում է ստեղծագործել, նշանակում է նրա մտավոր կարողությունը կարողանում է արգասիկ ունենալ, ուրեմն ինքը ոչ միայն իրավունք ունի, այլ նաև պարտավոր է մտավորական լինել։ Եվ ասենք, եթե ես աշխատում եմ ինժեներիայի բնագավառում եւ որևէ բանաստեղծի հետ եմ շփվում, ընկերս է ենթադրենք, ես պարտավոր եմ իմ մասնագիտական մտավորական պոտենցիալը ծառայեցնել նաև նրա մտավորական։ Ինձ թվում է մենք բավականաչափ հիմնավորեցինք, որ բոլոր ինժեներները եւ ընդհանրապես մտավորականը դա մտավոր աշխատանքով զբաղված մարդիկ են, որոնք ունեն ստեղծագործական աշխատանքի բնույթ, բայց տեսեք
Ես կարծում եմ, որ հենց մեր ինժեներիան, մենք մեր հիմնական կորուստը այդ արժեքային համակարգի ունեցանք նրանից հետո, երբ խորհրդային միության փլուզումից հետո մեր իշխանությունները կարծես թե նպատակադրված սկսեցին ոչնչացնել, ճակերտների մեջ եմ ասում այդ բառը, այդ մտավորականությունը, այդ հատկապես ինժեներիան, որովհետև գիտությունը առանց ինժեներիայի ինքը ոչ մի արդյունք չի ունենալու։ Եվ մենք անցանք մի ժամանակահատվածում, որ փաստորեն այդ ինժեներները, որոնք որ մոտավորապես իմ պատկերացման մոտավորապես 200,000 ինժեներ ունեինք մենք խորհրդային Հայաստանում, գուցե մի քիչ չափազանցված է թիվը, մենք դրանից հետո այդ եկող տարիների ընթացքում, որի ընթացքում իմիջիալորս դուք պատգամավոր էիք, մենք փաստորեն այդ ինժեներները կտրուկ անկում ապրեցին աշխատանք չլինելու, վատ վճարվելու եւ այլնի համար։ Հիմա ինչպես եք դուք տեսնում այդ պոտենցիալը մենք գնալու ենք վերականգնելու ճանապարհով, թե ասել ենք գիտությունը եւ տեխնիկան, տեխնոլոգիաները մեր խելքի բանը չեն, մենք գնանք զբաղվենք վաճառքներով։ Գիտեք ինչ, պարոն Հարությունյան, մենք շատ հիմքից սկսեցինք մեր զրույցը, եւ այդ զրույցը կարող է դիտողի կողմից հետաքրքիր չհամարվել հասկանալի պատճառով, որովհետեւ մոտավորապես մենք 1 ժամից ավել չենք էլ խոսելու ու կստացվի, որ մենք անում ենք կարևոր գործ, մենք խոսում ենք հիմքերը վերականգնելու մասին, որտեղ այն մնացած ինչ որ ասեցիք, առանց այդ հիմքերը վերականգնելու չի ստացվի։ Կարող ենք ելի խոսել, հարցը դա չի։ Ես ուզում եմ, որ փորձենք գտնել այդ հիմքը եւ առավել եւս հետո անելիքը ինչ պիտի արվի, որ թղթի վրա գրված որպես ծրագիր դրվի իշխանության առաջ, կարևոր չէ որ իշխանության, որ սա պետք է արվի եւ մտավորականությունը ստորագրի այդ բանի տակ։ Ես ոչ թե մտահոգվում եմ, որ մենք չենք հասցնի մեր ասելիքը ասել, մենք ինչպես էլ լինի կհասցնենք, քանի որ չենք, այլ ես ընդգծում եմ մեկ այլ արդիական խնդիր, որ շատերը կենտրոնացած են առօրյա խնդիրները լուծելու արագ մեթոդների վրա։ Այո։ Հա։ Այո, ճիշտ է։ Եվ իրենց այսպիսի զրույցները հետաքրքիր չեն թվում ու չեն լսում, չեն խորանում, իրենք չեն մտածում այդ մասին, որովհետև հիմա ես համոզված եմ, որ մեր հեռուստադիտողը այսպես լարված լսում է եւ փորձում է ձեզնից հասկանալ, թե ինչ են առաջարկելու։ Միայն ինձնից չէ, մենք միասին պիտի անենք, որովհետև մենք սերնդակիցներ ենք, մենք ամեն ինչ գիտենք, մենք նոր բան մեկս մյուսից սովորելու շատ քիչ բան ունենք, բայց շատ քիչ ունենք, բայց ուզում ենք, որ երիտասարդները լսեն, չէ, որովհետև նրանց մոտ կան կաղապարված պատկերացումներ, որ ասենք խորհրդային միությունում ամեն ինչ վատ էր, բայց այդ ժամանակ հարց է առաջանում, ինչպես մեր սերունդը, որը ինչպես ասած made in USSR չէ, ես ամբողջությամբ խորհրդային միության արտադրանք եմ, ծայրից ծայր։ Մենք կարողացանք ուրեմն մեր ազգային խնդիրները եւ բարձրացնել եւ ծրագիր կազմել եւ լուծել, ժամանակավոր լուծում տալ, որը հետագայում պիտի ամրապնդվեր, բայց հետագայում փլուզվեց եւ ոմանք օգտվելով այդ առիթից, այդ փաստից, որ այնուամենայնիվ փլուզված է, չէ՞, մեր ազգային կառույցը, որը 30 տարիների 3 տասնամյակ ասենք, կառուցել ենք, փլուզված է եւ դա վերագրում են, որ այդպես էլ պետքա լիներ, որ այդ փլուզումը կանխորոշված էր եւ այլն եւ այլն։ Մենք պիտի երիտասարդ սերունդին, ընդ որում երիտասարդ ասած նաեւ դրա մեջ մտցնում եմ այն միջանկյալ սերունդը, որը հիմա 40-ից 45 տարեկան է։ Դա ամենատուժած սերունդն է, թե առողջական իմաստով, որ նրանք մոտ տարիներ են, թե կրթության շատ իմաստներով, նրանք էլ են հուսահատվում հիմա, որովհետև ես մի 20 տարի առաջ մտածում էի, որ
շատ կիսատ եմ թողել իմ արածը, իմ կյանքի ընթացքում ստեղծած արածը եւ իմ հաջորդ սերունդի վրա ավելի մեծ բեռ եմ թողել, քան իմ հայրը, իմ ծնողները թողել են իմ վրա ու իմ եղբայրների վրա, չէ՞։ Բայց հիմա մտածում եմ, որ այդ սերունդը երկրորդ հարվածն է հիմա ստանում, որովհետեւ նրանք ծանոթ են մեր արածի հետ, նրանք գիտեն, որ այդ ամեն ինչը փուլ չի եղել, դատարկ չի եղել, իրական կառույց է եղել, թեկուզ ասենք չարաշահումներով էլի գողացված, ինչպես սովետի ժամանակ շինանյութն են գողացել եւ 30 տարում մեր կառուցած անկախ Հայաստանը այնուամենայնիվ սեյսմակայուն չէր, դա պետք է խոստովանենք, բայց դա պետք է դառնար, չէ, սեյսմակայուն, իսկ նոր սերնդի հետ արդեն շատ ավելի դժվար է խոսել, որովհետև նրանց վրա կրկնակի բացասական ժառանգություն է թողված, եւ եթե մենք այդ զրուցելու հատկությունը չկարողանանք վերականգնել, մենք չենք ունենա այն ծրագիրը, որ պետք է գրավոր դրված լինի կառավարության սեղանին, մենք չենք ունենա այն ծրագրերը, որոնք պետք է մեր ընտանեկան սեղանին դրած լինեն, որպեսզի մեր թորներին համոզեք, գիտեք, ինչ գնացեք սովորեք, գնացեք տեխնիկական կրթություն ստացեք, եթե հակում ունեք հետը ստեղծագործեք, բանաստեղծություններ գրեք, երգեք եւ այլն, դա չէ մեր հայ ազգի հիմնական հարստությունը, դա է եղել, մեր բազմակողմանի զարգացած լինելն է եղել։ Դրա համար մենք հիմա մեր զրույցի մեջ եւ պետք է առօրյա խնդիրները բերենք կապենք հիմքի հետ, այսինքն իմ հայրն է շինարար, ես մինչեւ 8-րդ դասարան նրա գիտական թեզի հոդվածներն էի արտագրում, որպեսզի մեքենագրուհիները կարողանային մեքենագրել։ Ու ես շինարարությունից էլ գիտեմ, ու հորս հիմնական խոսքը եղել է, որ շենքի հիմքը եթե ամուր չեղա, մնացածը իմաստ չունի ամուր կառուցել։ Հիմա եթե մենք կարողանանք մեր զրույցի ընթացքում այդ հիմքը, այն հիմքը, որը տեսել ենք մենք եւ որը խարխլվել է եւ հիմա նորից պետքա վերականգնվի, կարողանանք հիմքը ինչ որ չափով կապել արդիական խնդիրների հետ, ես կհամարեմ, որ այսօր գիշերը կարող եմ հանգիստ գլուխս դնել բարձին եւ գիշերը վաստակած հանգիստ ունենալ։ Շատ լավ, փորձենք սա ինչ որ նախաբան ստացվեց մի քիչ։ Փորձենք առօրյան մեկու մեջ էլի կապել իրար հետ։ Եղավ, նայեք, իշխանությունները ներկայացրել են նոր կոնցեպտ։ Այդ նոր կոնցեպտը նախատեսում է, որ Հայաստանի Հանրապետությունը ներկա հանրապետական տարածքից դուրս ոչ մի հետաքրքրություն չունի։ Եվ այդ հետաքրքրություն չունենալը արտահայտվում է նրանով, որ Արցախը, ասենք, պատերազմով տվեցինք, սփյուռք ունեինք, պահանջատիրություն ունեինք, ցեղասպանություն էինք փորձում ապացուցել ամբողջ աշխարհին եւ մասամբ հաջողվել էր այդ խնդիրը։ Պարզապես հիմա կոնցեպտը այն է, որ ինչ ուզում են մեզնից տանք եւ դա մեզ կբերի խաղաղության։ Ձեր պատկերացումը օրինակ այդ խնդրի շուրջը դա հնարավոր է իրականացնել։ Եթե հնարավոր է, գուցե գնանք օգնենք այդ իշխանություններին, որպեսզի կայացնեն այդ։ Ուրեմն 4 տարի առաջ ես հենց այդպես էլ մտածում եի, որ այս իշխանություններին պետք է օգնել, ընդ որում իշխանության համակարգը նկատի ունեի, որովհետև այս իշխանությունը նախաձեռնողը եւ այսպես ասած կառուցողը մեզ վաղուց հայտնի էր, որ այդ ունակությունները ինքը անձամբ չունի։ Թեկուզ եւ ասենք որպես խմբագիր, թերթի խմբագիր էր, չէ, մի քիչ ուշացումով մեր իրավունք թերթի հետ բնականաբար լրատվական դաշտում մրցակցություն է եղել եւ այդ մրցակցությունում կոնկրետ այդ թերթը իր այդ խմբագրով նույնիսկ մրցակցության հայտ չի ներկայացրել, թեկուզ տպաքանակով կամ ասենք հեղինակությամբ։ Ինչ որ սահմանափակ նեղ շրջանի համար դա
ժամանցի թերթեր ուրիշներին ծաղրելու, ուրիշներին վարկաբեկելու համար։ Եվ այդ իմաստով, թեկուզ այդ իմաստով, ես այդ անձնավորությանը մոտիկից երբեք չեմ ճանաչել, ինչ էլ որ լսել եմ, ցավոք դրական բան քիչ եմ լսել, այդ կարողությունը չուներ, բայց քանի որ տեղի էին ունեցել իրադարձություններ, որոնք ինչ որ չափով adekvat էին այն ժամանակ ստեղծված իրավիճակին, նկատի ունեմ 16-ից 18 թվականները։ Այդ ժամանակ ուրեմն մենք պետք է գնայինք փոփոխությունների ճանապարհով, բայց չմոռանայինք, որ այդ փոփոխությունները պետք է լինեն հիմքերը վերականգնելու ուղղությամբ, այլ ոչ թե քանդելու ուղղությամբ։ Այնպես որ ամենասկզբում, եթե իմ այն ժամանակ ես 16 թվականից սկսեցի ելույթներ ունենալ լրատվամիջոցներով, մի 10 տարի ընդմիջում էի տվել, 10 չէ, բայց մի քանի տարի ընդմիջում էի տվել եւ խորհրդատվության կարգի էր, հիշեցումների կարգի էր իմ խոսքը, որովհետեւ այնուամենայնիվ նույնիսկ այդքան բան տեսած լինելով ես չէի պատկերացնում, որ կարող է գալ մի նոր իշխանություն, որը այդքան շատ կախված կլինի մեկ անձի կամ ասենք մեկ ուժի, մեկ ինչ-որ կենտրոնի կարծիքից։ Այս աստիճանի կախվածություն չի եղել երբեք Հայաստանում։ Ես մանրամասն կարող եմ հիշել, որ շրջանում ինչ աստիճանի կախվածություններ են եղել, ինչ բնույթի, ինչ ձևով է ստեղծվել, բայց այս աստիճանի կենտրոնացածություն չի եղել։ Եվ այս պայմանում խոսել իշխանության մասին, նույնիսկ այդ բառը ափսոս է օգտագործել, որովհետև իշխանությունը պետք է լինի համակարգ։ Քիչ առաջ մենք խոսում ենք ոլորտներից, մտավորականներից, չէ՞, այդ ոլորտները իրենց մի ընդհանուր բան ունեն ընդամենը, որ դրանք բոլորը ենթահամակարգեր են, մեկ ընդհանուր համակարգի մեջ, ասում ենք պետական համակարգ, չէ, ասում ենք հասարակական համակարգ, ասում ենք լրատվական համակարգ։ Այդ բոլորի ընդհանուր պարամետրը համակարգ լինելն է, իսկ համակարգը ունի իր բնութագրերի մի ամբողջականություն, որի դեպքում դա արդեն համակարգ չէ, այլ համակարգի մի էլեմենտ է։ Պետական համակարգը, եթե մենք տեսնում ենք այլասերված, նշանակում է մյուս համակարգերը չեն կարող նրա հետ հաղորդակցվել որպես մեկ մեծ համակարգի տարրեր։ Այդ պատճառով եկեք խոսենք ինչ որ խմբակի պատկերացումների մասին եւ քիչ խոսենք դրա մասին, որովհետեւ արդեն 5 տարի է, ամենայն դեպս պատերազմում պարտվելուց հետո միշտ քննադատություն է տեղի ունենում, բայց այլընտրանքը չի նկարագրվում։ Դες մենք ասում ենք իրական Հայաստան, պատմական Հայաստան, ապագա Հայաստան, խաղաղություն եւ այլն, չէ՞։ Այդ յուրաքանչյուր բառը, յուրաքանչյուր տերմինը իր նկարագրությունը ունի, իր համակարգային բնութագրերը ունի։ Մենք պետք է կարողանանք այլընտրանք առաջարկել, հետո մրցակցություն առաջացնել այդ երկու գաղափարների մեջ։ Այն այլընտրանքը, որ 4 տարի առաջարկվում է, մարդկանց չի հետաքրքրում։ Ուրեմն պետք է նոր բան առաջարկենք։ Տեսեք, ասենք կրկնում ենք Չարենցի միտքը, չէ՞։ Հանճարեք Չարենցը ակրոստիկոսի տեսքով է գրել, որ չարգելվի այդ բանաստեղծության տարածումը, չէ, առաջի տառերն են, ով հայ ժողովուրդ քո փրկությունը քո միասնության մեջ է, գաղտնի է տարածվել այն ժամանակ։ Հիմա բացահայտ ասում են փրկություն, բայց մեկը չի ասում միասնությունը ինչ տարերից է կազմված, ինչ բաղադրիչներ ունի եւ ով ինչ պետք է դնի ընդհանուր սեղանին, ինչ պետք է զիջի, որպեսզի այդ միասնությունը տեղի ունենա։ Այդ խնդիրը ինձ շատ հետաքրքրում է, բայց սակայն ասեմ, որ դա ես չեմ համարում հիմա հրապարակային քննարկման առարկա։ Ինձ շատ տխրեցնում է, որ այդ խնդիրը կամերային պայմաններում էլ չեն քննարկվում, ոչ ընդդիմության դաշտում, ոչ իշխանական դաշտում, ոչ ստեղծագործական առանցին խմբերում, ես համարում եմ, որ գլխավոր օրակարգը հիմա
հայկական օրակարգ շատ են չէ, վերջի 2 տարում է ընկել ու ես համարում եմ, որ իմ դերը ունեմ այդ հայկական օրակարգ ձևավորելու մեջ, որոշակի փոքր դերը ունեմ, բայց ասենք հիմա ում հետ խոսում եմ, ակտիվ մարդկանց հետ, նրանք համաձայնվում են որոշ բաների հետ, որ հայկական օրակարգը պետք է այս կետերը ունենա ու անմիջապես անցնում են ուրեմն այդ կեղծ օրակարգի թեմաները քննարկելու։ Կկարողանանք այդ հարցը լուծել, ուրեմն կունենանք։ Փորձենք մենք էլ զարգացում բայց այդ կունենանք։ դեպքում մենք պիտի ինչ որ նոր բան առաջարկենք մեր հեռուստադիտողներին, մեր հասարակությանը։ Եվ այս նոր բանը առաջարկելու պարագայում այնուամենայնիվ մենք չունենք այդ իրականացնելու լծակ կամ նույնիսկ այդ նոր բանը այսպես ամեն մարդու համոզելու հնարավորություն, էլի ուզում եմ հասկանալ նախ պիտի գեներացվի այդ նոր բանը, եթե իհարկե մինչև հիմա գեներացված չէ, որովհետև մինչև հիմա գեներացված էլի ահագին բաներ կան, որոնք որ պարզապես չեն քննարկվում։ Օրինակ, Հայաստանի Հանրապետության կարգավիճակի հարցը։ Ինչու Հայաստանի Հանրապետությունը իրեն համարեց ոչ առաջին հանրապետության իրավահաջորդ։ Չէ որ առաջին հանրապետությունը ուներ ճանաչված էր, ուներ դիվանագիտական հարաբերություններ մի շարք կարևոր երկրների հետ եւ վերականգնելով այդ հարաբերությունները շատ խնդիրներ կարելի է շրջանցել։ Այդ հարցում իհարկե պատասխանատվության մաս ունեմ նաև ես, որովհետև ես առաջի խորհրդարանի անդամ եմ եղել, ես մասնակցել եմ հռչակագրի քննարկմանը, 2 անգամ եղել եմ Սահմանադրական հանձնաժողովի անդամ ու այդ պատկերացրեք, որ այն ժամանակ այդ իրավաբանական նրբությունը նույնիսկ չի երևացել, չի քննարկվել, որովհետև այսինքն ոչ թե չի քննարկվել, ես հատուկ նշեցի իրավաբանական նրբությունը, որովհետև անկախության հռչակագրում այնուամենայնիվ կա շարունակելով 18-ից 20 թվականների հանրապետության ավանդույթները կա այդ ավանդույթներ բառը որ չլիներ, երևի ավելի ճիշտ կլիներ։ Չէ, գիտեք, հետո իմ կարծիքով այդ խնդիրը, որ հիմա դուք բաց տալիս եք իրավահաջորդության խնդիրը, մի փոքր էլ արհեստականորեն է ուռճացվում։ Ինչու։ Ասեմ ինչու։ Մեղքի մեծ բաժինը նախկինների վրա թողելու համար, որովհետև այդ իրավահաջորդության խնդիրը այնպես չի, որ մեն ժամանակ ճիշտ է Մերձբալթյան հանրապետությունները սկսեցին Ռուբենտրոպի այդ պայմանագիրը չեղյալ հայտարարելուց, դրանով իրենք միջև խորհրդային միության մեջ ներառվելու ժառանգականության խնդիրը դրել էին, բայց գիտեք ինչ, ես իրավաբան չեմ եւ այդքան էլ փորձել եմ խորանալ, բայց այնուամենայնիվ չեմ հասկանում այդ իրավահաջորդության խնդիրը որքան է կարեւոր հիմա, բացատրեմ, ուրեմն նախ մեր երկու հարևանները վերականգնել են իրենց 18-20 թվականների եւ Ադրբեջանը եւ Վրաստանը։ 18 թվականի Հայաստանի Հանրապետությունը ճանաչված էր միջազգային ուրեմն մարմինների կողմից եւ պետությունների կողմից եւ Սևրի դաշնագրով փաստորեն այդ ամենը գիտեին, այն ժամանակ էլ գիտեին։ Հիմա եթե եւ մենք այն ժամանակ ունեինք նաեւ Արցախի հարց, որը եւս այդ Արցախի հարցը այն ժամանակ նաեւ չէր, այն ժամանակ հիմնականը Արցախի հարցն էր, այլ հարց սկզբում բոլորովին չկար, հետո նաեւ անկախության։ Մի խոսքով խնդիրն այն է, որ 18-20 թվականների հանրապետությունը ունի միջազգային ճանաչումը մեկ անգամ է լինում ամեն պետության, եւ եթե ճանաչումը մենք օգտագործեինք,
Իհարկե այնտեղ դժվարություններ էլ կային, բայց խնդիրը հետևյալն է, եթե մենք ճանաչեինք եւ շարունակեինք այս հանրապետության աշխատանքը, մենք Արցախի հարցը բոլորովին այլ ռակուրսով կլիներ, որովհետեւ այն ժամանակ Արցախը Հայաստանում էր, Նախճիվանը Հայաստանում էր, Կարսը Հայաստանում էր եւ այստեղ արդեն իրավատիրության խնդիրը որպես այսպեսին լինել է միջազգայինորեն լրիվ հասկացված խնդիր։ Հիմա մենք ունենք իրավիճակ, որ միջազգային հանրությունը պատկերացնում է, որ Ադրբեջանը ճիշտ է արել, որ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, քանի որ Արցախը գտնվում էր Ադրբեջանի կազմում։ Այս հասարակ հարցը դուք այն ժամանակ միթե չեք քննարկել։ Այն ժամանակ ուրեմն հիմա եկեք վերադառնանք այն ժամանակ։ Ուրեմն միշտ երբ մեկը փորձում է ինձ համոզել, որ ես ժամանակին այդ սխալը թողել եմ, խոսքը չի վերաբերվում այս հարցին։ Ես անձնական սխալներ ենթադրվում, որ թույլ եմ տվել։ Ես կարողանում եմ միացնել ժամանակի մեքենան ու վերադառնել հենց այդ տարին, այդ ամիսը, այդ օրը եւ վերլուծել իրավիճակը։ Հիմա վերլուծենք, ովքեր էին այն ժամանակ բարձրացնում այդ հարցերը։ Ուրեմն այդ հարցերը անթեղված պահել են գաղտնի կազմակերպությունները, վերջի սերունդը դա ԱՄԿ-ներ, ԱՄԿ-ականներն էին, որից հետո նաեւ ԱԻՄ-ը։ Այսինքն մարդիկ, ովքեր գաղտնի գրականությամբ էին ուսումնասիրել այդ խնդիրները, նաև միջազգային փորձով։ Ասենք մեր հերոստատիկողների համար, որ այդ այմական սերունդը արդեն եվրոպական սլավոնների հետ, տարբեր երկրների, Ուկրաինայի, Ռուսաստանի դիսիդենտների հետ նրանք այդ հարցերը քննարկում էին։ Եվ եթե ուշադիր լինեք անկախության հռչակագրի մեջ դրանից բխող, ձեր ասած իրավահաջորդությունից բխող բոլոր կետերը գրված է։ Ես ասեցի, որ ավանդույթների բառով է գրված այնտեղ ուրեմն ցեղասպանության մասին է գրված, այսինքն այնտեղ այդ կազմողներին թերևս կարելի էր ասենք իրավական կիսագրագիտության մեջ մեղադրել, բայց ես դրանով անտեղյակության, որովհետև իրականում խորհրդային միության շրջանում այդ բոլոր հարցերը չեն։ Մի րոպե սպասեք, բայց եթե վերադարձել ենք, հուսով եմ դուք եք ինձ հետ ժամանակի մեքենայով եկել այդ պահը, նայենք ինչպես էին ընթանում քննարկումները անկախության հռչակագրի ընթանում էին դահլիճում, հնդածս, այսինքն փողոցից տեղափոխվել էին պարլամենտի դահլիճ, մի մասը պայքարում էր, որ այդ ամենը հնարավորինս պատմական Հայաստանը, այսպես ասած, հնարավորինս այնտեղ արտահայտվի, մյուս մասը չգիտես ինչի մի քանի ամիս առաջ համաձայն լինելով դրա հետ դիմադրում էին այդ հոդվածները մտնելուն։ Ես այնտեղ բառ առ բառ հիշում եմ, թե որ բառի համար ով ինչ ելույթ է ունեցել, ինչպես է դիմադրել, ինչպես են ընդմիջման է եկել մտել թևս ու համոզել են, որ կլինի այս հարցը մի 10 տարով մոռանանք։ Ես այդ ամեն ինչը հիշում եմ։ Հռչակագրի քննարկման ժամանակ գրագետ իրավաբանների կողմից, իրավագետների կողմից նման հարց մեզ առաջ չի քաշվել, որովհետև ես առաջի գծում էի, որ պաշտպանում էի այդ ձևակերպումները։ Պարոն Խաչատրյան։ Երկրորդը, մի վարքյան վերջացնում։ Հետո եղել է Սահմանադրական հանձնաժողով։ Միայն թե պատկերացնեիք, թե ինչքան լուրջ էին Սահմանադրական հանձնաժողովում աշխատում այն ժամանակվա հայտնի իրավաբանները, ընդ որում գլխավոր դատախազ, Գերագույն դատարանի նախագահ, Երևան քաղաքի դատախազ եւ այլն, պատրաստվում ուսանողի նման կոնսպեկտ էին կազմում յուրաքանչյուր նիստից առաջ եւ չեք պատկերացնում ինչպես էին ճնշվում նրանց այդ բնդումները, որ պետք է իրավական հարցերը ներառվեն սահմանադրության մեջ։ Նույնիսկ գործը հասնում է զավեշտի, որովհետեւ այդ մարդիկ իրավաբանորեն, տեսականորեն բնդում էին իրենց ասածը։ Եվ երբ դրվում էր քվեարկության, գլուխները կախ քվեարկում էին նախագահի,
հանձնաժողովի նախագահի առաջարկած տարբերակին։ Մի անգամ նույնիսկ այսպիսի զավեշտալի դեպք եղավ, որ նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանը, լավ մի անգամ աննտամ, նա մի կետի վրա, որը արդեն նախորդ ձևակերպված էր, այդ օրը երևի տրամադրություն չուներ լուրջ նիստը անցկացնելու, կատակելու տրամադրություններ, ասում էր, որ այդ կետը փոխել այսպես գրել։ Ուրեմն հերթով այդ իրավաբանները բացում են իրենց կոնսպեկտները, հիմնավորում են, որ այնպես չի կարելի գրել, այդպես է պետք գրել։ Վերջում մեր դեմոկրատ առաջին նախագահը, ընդ որում սահմանադրական դատարանի Գերագույն խորհրդի նախագահ էր, դեռ երկրի նախագահ չէր, ասեց լավ, դեմոկրատիա քվեարկությամբ որոշենք, թե որ ձևակերպումն է ճիշտ, ու նիստը արդեն ավարտվում էր։ Ես ձեռք բարձրացրեցի, ասեց լավ, թող Հրանտն էլ ասի, հետո քվեարկենք, ասեցի պարոն նախագահ, թախանձագին խնդրում եմ մեր իրավաբաններին անհարմար վիճակի մեջ չդնել, նրանք ստիպված են լինելու գլուխը կախ քվեարկել ձեր ասած տարբերակին, բայց դուք ինքներդ գիտեք, որ հիմա դուք կատակ եք անում, ասի, եկեք ազատենք մեր հանձնաժողովի անդամ ընկերներին այդ ամոթից, ուրեմն ասեց լավ, ժամանակը ավարտվեց, նիստը ավարտվեց, հաջորդ նիստին կորոշենք, որ դուրս եկա, այդ իրավաբանները վզովս էին ընկել, շնորհակալություն էին հայտնում, որ իրենց ազատել եմ այդ խայտառակությունից։ Այդ մթնոլորտում իրավաբանները հաստատ այդ խնդիրները առաջ կքաշեին, բայց մթնոլորտը նույնպես կարևոր է։ Այդ նույն ժամանակաշրջանից էլի մեզ համար հիմա ճակատագրական մի հատ ուրիշ որոշում, որ միացումից հետո Արցախի, երբ որ եղան այդ նիստերը, միացան եւ այլն, գիտեմ, որ խորհրդային միությունը մերժեց, եւ ինչ-որ անհասկանալի փափուկ ձևով հետո միացումը փոխարինվեց ազգային ինքնորոշման խնդրով։ Այդ քննարկումն էլ բարի եղեք մեզ ներկայացնել, թե ոնց է տեղի ունեցել։ Ուրեմն փաստ է, արձանագրված փաստ է, որ 30 տարի Արցախը դե ֆակտո համարվել է Հայաստանի կազմում, դե յուրե համարվել է վիճելի հարց։ Նաև միջազգային հանրության վիճելին էլի ընդունելի կլներ վիճելի հարց, բայց ոչ Ադրբեջանի միջազգային հանրության կողմից շատ ներողություն։ Այո, մինչև 20 թվականը, ընդ որում այս իշխանության, այսպես կոչված իշխանության օրոք 2 տարի Արցախի հարցը համարվել է վիճելի հարց ամբողջ աշխարհի կողմից։ Բացեք ուրեմն ՄԱԿ-ի որոշումները նայեք, ռեզոլյուցիաները, բացեք Մինսկի խմբի բոլոր արձանագրությունները եւ նաեւ միջազգային մամուլը, այդ թվում նաեւ հանրագիտարանները։ Արցախը դա վիճելի չի ասում Ադրբեջանի տարածքում գտնվող վիճելի տերիտորիա, հատկապես անգլալեզու, օտարալեզու մանր։ Արցախը վիճելի տարածք է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ոչ թե տարածքային խնդիր է, որպես դիտարկում։ Միջազգայինը այդպես է դիտարկում։ Հիմա վերադառնանք ինչու Հայաստանում դա ներկայացվեց որպես ինքնորոշման, փոքրամասնության ինքնորոշման խնդիր, այսպես ասենք։ Ուրեմն այստեղ մեկնաբանությունների խնդիր կա։ Այն բանից հետո, երբ մենք ավելի մանրամասն չկարողացանք հռչակագրի մեջ ներառել այդ ամեն ինչը, գիտեք, որ սրա նախապատմությունը 89 թվականի դեկտեմբերն էր։ Ընդ որում հենց այդ խորհրդային ժամանակաշրջանի Գերագույն խորհուրդը Արցախի ազգային խորհրդի հետ համատեղ որոշեց, որ վերամիավորվում է, չէ՞, այնտեղ 10 կներեք թիվը չասեմ, կարող է շփոթեմ, 10-ից ավել կետեր կան, ինչ է նշանակում Արցախը Հայաստանին վերամիավորված։ Այդ նույն որոշմանը կից, ուրեմն եղել է նաև այդ որոշումը իրագործելու որոշում, Գերագույն խորհրդի նախագահության որոշում, հատուկ հանձնաժողով է ստեղծվել այդ որոշումը ի կատար ածելու համար։ Ու այնտեղ այդ ինտեգրման արդեն Արցախը Հայաստանի մեջ ինտեգրելու
բոլոր խնդիրները եղել են, բայց այն ժամանակվանից այդ խնդիրները սկսել են չկատարվել։ Այսինքն եթե նախնական տեքստում, նախագծում բացի ինքնորոշման իրավունքից նշված է եղել նաև բռնադատված տարածքների վերադարձման հարցը, բռնադատված ժողովուրդների իրավունքների վերականգնման հարցը, այնտեղ մի քանի միջազգային կոնվենցիաներ կային, այդ թվում ցեղասպանության հետևանքում թուլացած ժողովրդի դեմ ուրեմն այդպիսի վերաբերմունք ցույց տալ։ Այդտեղից մնացել է, այսինքն եղել են ուժեր եւ Հայաստանի ներսում դրանց համագործակցողներ, որ թողել են միայն ինքնորոշման հարցը։ Միայն ինքնորոշման հարցը չի կարելի նսեմացնել, ինքնորոշման իրավունքը դա հիմնարար իրավունքներից մեջ, բայց այն ուժեղացնելու փոխարեն թուլացվել է, մնացել է առանցին։ Այդ թվում երևի հենց նույն ուժերը ես ասեցի, ես մինչև հիմա համոզված չեմ, որ եթե օրինակ դուք տեսել եք վրացական կամ ադրբեջանական որ փաստաթղթում է գրված, որ իրենք իրավահաջորդ են։ Իրանց հռչակագրում Հռչակագրեր։ Հենց հռչակագրերում երկուսն Բայց իրենք ունեն հռչակագրեր, ես օրինակ չգիտեմ։ Երկուսն էլ ունեն հռչակագրեր, ես ուսումնասիրել են, սահմանադրությունները չգիտեմ, բայց հռչակագրերում իրանք վերականգնել են։ Նույնիսկ Ադրբեջանը ավելի այսպես կտրուկ էր, որ ինքը օկուպացիա համարեց սովետական շրջանը։ Ես հիմա փորձում եմ արդարանալ այն ժամանակվա ուրեմն իմ այն խմբի անունից, բայց ես գիտեմ, որ երբ սկսում ես արդարանալ, նշանակում է ինքդ քեզ մեղավոր ես զգում։ Ես ինքս ինձ մեղավոր չեմ զգում։ Ես համարում եմ եւ հիմա էլ կայուն գիտեմ, որ դա եղել են ուրեմն շահագրգիռ կողմեր, թե շահագրգռության աղբյուրը որն է եղել, նպատակը որն է եղել, դա շատ լայն թեմա է։ Պարոն Խաչատրյան, խնդիրը նեղացրել են այնպես, որ հետագայում այն հնարավոր լինի այդ ինչպես ասենք մի հատ ուղղահայաց բարձր սյուն առանց կողքից, ասենք հեռուստաաշտարակ, որ սարքում են, ամրացնում են, չէ, որ հետո մի հարվածով հնարավոր լինի այն տապալել։ Դե հենց այն ինչ որ կատարվել է մեզ հետ, ուրեմն մենք ինչու ենք հիմքերը փորփրում, որովհետև այդ հիմքերում է դրած եղել այդ ռումբերը, որոնք որ հետո պայթել են։ Այո, ես դրանք երկար գործողության ական եմ անվանել ժամանակին։ Հիմա տեսեք, հատկապես կներեք էլի, հատկապես անկախության հանրաքվեն ես հենց այն ժամանակ եւ պարբերաբար հետագայում անվանել եմ Հայաստանի անկախության հիմքում դրված դանդաղ գործողության ական։ Դուք շարունակեք կներեք։ Այո, ես էլ հիշում եմ, որ այնտեղ այդ այոն ոչը հարցի ձևակերպում է, այնպես որ կարելի էր հանրաքվեից օգտվել եւ բոլորովին այլ կերպով քննարկել, ինչ հասարակարգ ելնելու, ինչ կառուցվածք է ունենալու, ամեն ինչ փաստորեն թողնվել է այդ ժամանակ ընտրված իշխանությունների կմահաճույքին եւ եթե դուք ասում եք մեկ անձից կախվածություն, իրականության մեջ մենք այն ժամանակ էլ մեկ անձից կամ մի քանի անձանցից բաց հզոր կախվածություն ունեցել։ Ես ունեմ դրա մեկնաբանությունը։ Մեկ անձի դերը ընդհանրապես ոչ պետք է գերագնահատել, ոչ էլ թերագնահատել, չէ։ Ես երբեք հրապարակորեն այդ միտքը չեմ ասել, բոլորը գիտեն, որ ես բոլոր նախորդ 3 իշխանություններին եղել եմ սուր ընդդիմադիր եւ թող թույլ տրվի ասել, որ երևի թե միակ պրոֆեսիոնալ ընդդիմադիրն եմ, որ երբեք իշխանական դաշտում չեմ հայտնվել։ Հա, այդ իմաստով ուրեմն ինչով է տարբերվում 90 թվականի մեկ անձը հաջորդ մեկ անձերից։ Լևոն Տեր-Պետրոսյանին ես այնքան եմ քննադատել, որ որևէ մեկը չի կասկածի, որ ես հիմա իր հետ փորձում եմ ինչ-որ գործարք իրականացնել։ Լևոն Տեր-Պետրոսյանը իր անձնական պատասխանատվությամբ բացարձակապես ոչինչ չէր անում։ Մենք կարող ենք նրա մտադրությունների մասին քննադատաբար խոսել, կարող ենք նրա արածների մասին քննադատաբար խոսել,
բայց նա անձնական պատասխանատվությամբ երբեք Հայաստանին վնաս չի տվել։ Նույնիսկ հաբի լուծարման որոշումը զինված ջոկատի չէ, որը իրենց համար գերխնդիր էր, նա միջև Գերագույն խորհրդի որոշում այդ կապակցությամբ չանցկացրեց քվեարկությամբ, միանձնյա որևէ բան չկատարեց։ Ուրեմն հիմա տարբերությունը զգացիք որն է։ Մենք կարող ենք ասել, որ այսօր էական տարբերություն է։ Շատ էական տարբերություն է։ Դրանով ես չեմ փորձում որևէ մեկի արածը սրբագործել, բայց այս աստիճանի սար ու ձորի տարբերություն դա ուղղակի անհավատալի էր Հայաստանի համար։ Կարելի է պարզապես համարել, որ առաջին նախագահ հեռատեսությամբ շատ էր տարբերվում։ Չգիտեք ինչ, կարող է նախագահի կողմնակիցներից մեկը դա հեռուստացիայում բացատրել, ես կարող եմ նրա զգուշավորությամբ բացատրել, ինչ որ մեկը կարող է դա բացատրել խոհեմությամբ կամ ասենք արտաքին աշխարհի կարծիքը հաշվի առնելով, դա չի կարևորը, կարևորը փաստն է։ Փաստը նա է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը առանց համապատասխան որոշման որևէ լավ կամ վատ բան չի արել Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Պատասխանատվության խնդիրն է այստեղ։ Շարունակենք գնալ առաջ, մի քիչ ժամանակագրական խախտում եմ անում, բայց ոչինչ, 94 թվական կազմվում են փաստաթղթեր Ադրբեջանի եւ Արցախի միջև, ուրեմն այդ հրադադարի պայմանագրի եւ ըստ Կազիմիրովի հիշատակության ինքը պատրաստել էր փաստորեն գրամեքենայով գրված թուղթ, որ Ադրբեջանը պիտի ստորագրեր եւ Արցախը եւ Հեյդար Ալիևը խնդրում է նրան, որ մի հատ զանգի Հայաստան, գուցե առաջին նախագահն էլ մեր կհամաձայնվի ստորագրել եւ Կազիմիրովը իր գրքում գրում է, որ որքան եղավ իմ զարմանքը, որովհետև ինքը ասում էր երբեք չեն ստորագրի, որովհետև նրանք իրենց համարում են այս գործում չմասնակցող կողմ, այսինքն իրենց, եթե հիշում եք բոլոր այդ ՄԱԿ-ի բաներում, այդ փաստաթղթերում ոչ միայն հիշում եմ, այլ դատապարտում Հայաստանի խնդրում էին, որպեսզի ներազդի ուրեմն Արցախի հայկական կողմի վրա, որպեսզի նրանք դադարեցնեն կրակը եւ այլն, եւ այս իրավիճակի մեջ հանկարծ այդ խաղաղության պայմանագրում հայտնվում է Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը եւ ես կարծում եմ, չգիտեմ, այդ գնահատականը կիսեք թե չէ, որ այդ պահից, այդ ստորագրելու պահից Հայաստանը դառնում է այս հականարտության կողմ։ Կներեք, դուք նկատի ունեք հրադադարի հրադադարի պայմանագրը, այո։ Լևոն Տեր-Պետրոսյանն է ստորագրել, Հեյդար Ալիևի ստորագրությունը, Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Արցախի կողմը։ Ուրեմն 94 թվական, ես իմ խոսքերով չասեմ, ուրեմն երեք լսել եմ մի այսպես միջազգային բլոգերի մոտ Ադրբեջանի պատգամավոր էր Միլի Մեջլիսի, ինչպես էր նա նկարագրում 94 թվականի հրադադարը, ընդ որում խոսքը գնում էր ոչ թե Հայաստանի մասին, Արցախյան խնդրի, այլ ուկրաինական գործերի մասին, նա այսպես էր ասում, որ պատերազմը եթե երկարում է, մարտական գործողությունները, երկու կողմերն էլ անկախ նրանց ռեսուրսներից հոգնում են եւ ուզում են թեկուզ ժամանակավոր, ասենք մեկ ամսով շունչ քաշելու համար հրադադար։ Եվ ինքը բերում է 94 թվականի մեր հրադադարի օրինակը, ասելով, որ այն ժամանակ ինքը մասնակցել է նաեւ այդ հարաբերություններին ու ասում է, որ այն ժամանակ կողմերը բոլորը փորձում էին շունչ քաշելու ժամանակ ունենալ, բայց բոլորն էլ եւ հույս ունեին եւ արտահայտվում էին, որ հրադադարի ընթացքում բավականին արագ պետք է հնարավոր լինի ելքեր գտնել երկարատև խաղաղության, բայց ինքը այստեղ տեսեք որտեղ է կեղծում, ինքը ասում է ստորագրելուց հետո կողմերը երկար 3 տասնամյակ ուրեմն մնացին առանց մեծ ընդհարումների, այն պատճառով, որ երկու կողմն էլ ուժասպառ էին եղել։
ռեսուրս չունեին։ Այստեղ ինքը կեղծում է, մենք հո գիտենք, որ Հայաստանը համեմատաբար ուներ շարունակելու ռեսուրս։ Այ հենց պատասխանը էլի արտաքին կամ ներքին ազդեցությունների մեջ է, թե ինչու ուրեմն այդ խախտվեց դա եւ շարունակություն չունեցավ հրադադարը։ Այն ժամանակ մենք դատապարտել ենք ոչ թե հրադադարը, այլ այսպիսի մի սկզբում կա, որ պատերազմների միջև խաղաղ ժամանակաշրջանը դա հաջորդ պատերազմին պատրաստվելու համար մոբիլիզացիայի ժամանակ է տրվում ժողովուրդներին։ Այսինքն եւ այն իրավաբանական վրիպակներ կլինեն, թերություն կհամարենք, Չէ, դրանք վրիպակ չեն, դրանք փաստորեն բերեցին Հայաստանը, դրանք կուտակվել են։ Այո։ Եվ դրանք կուտակվել են Հայաստանի ներսի ուրեմն մարդկանց ձեռքի մատուցմամբ նաև ամենայն հավանականությամբ դրանք դրսից են եկել։ Հնարավոր։ Հա, բայց եթե մենք ամուր լիներ մեր կառույցը, չէին կարող թափանցել եւ կուտակվել վտանգավոր աստիճանի։ Այդպիսի ներհոսքեր միշտ արտահոսքեր միշտ լինում են, կուտակումն է վտանգավոր։ Շատ լավ։ Ես մի հարց ունեմ, ճիշտն ասած, պատրաստած ժամանակագրական էլի նույն ժամանակաշրջանի Մինսկի խմբի ձևավորման շրջանը, երբ կողմերը համաձայնվեցին, որ միջազգային փաստորեն խաղացողները գան եւ փորձեն լուծում գտնել այս խնդրի շուրջը, բայց Մինսկի խումբը դրել էր այսպիսի մի խնդիր, ինքը չէր նայում 92 թվականից ավելի նախորդ իրադարձությունները եւ ստացվեց մի իրավիճակ, որ Հայաստանը պետք է ինչ-որ լուծում, մասնական Արցախը պիտի ինչ-որ լուծում գտներ, առանց այդ ստեղծված իրավիճակի պատճառները քննարկելու։ Եվ Հայաստանի կառավարությունը համաձայնվեց այդ 92 թվականից հետո նայել այդ իրավիճակին, մինչդեռ հիմնական պատճառները այդ իրավիճակի սկսվել է եւ Բաքուն եւ Սումգայիթը եւ Կոլցո օպերացիան եւ ընդհանրապես այդ իրավաբանական բոլոր խնդիրները Հայաստանի միացումը Արցախի նրանք տեղի ունեցել 92 թվականից առաջ եւ քանի որ դրանք քննարկման առարկա չէին դառնում փաստորեն հայկական կողմը այս ամբողջ ընթացքը փաստորեն Արցախը զիջելու բանակցությունների մեջ է եկել մենք անընդհատ Շատ տխուր հիշողություններ եք արդարացնում այստեղ էլի փաստով պատմեմ մի փոքրիկ իրադարձությամբ թվականը չեմ հիշում երևի 94-ի կողմերը, հա հանգստյան օրով զանգահարեցին եւ խնդրեցին գնալ Ամերիկայի դեսպանի, Միացյալ Նահանգների դեսպանի ռեզիդենցիա։ Դա Մալացիայի կողմերն էր, հա։ Ու այնտեղ հավաքվել էին Արցախյան հարցի հետ առնչություն ունեցող, հրավիրվել էին առնչություն ունեցող անձինք հիմնականում պատգամավորներից էին, երկրապահներից կային, պաշտոնյաներից կային, Մինսկի խմբի եռանախագահների հետ հանդիպման եւ նրանք ցանկացել էին այդպիսի ոչ ֆորմալ պայմաններում մեզնից կարծիքներ լսել, մեջտեղում Մերզլյակովների նստած Ռուսաստանի համանախագահը, Աչից Ֆրանսիայինը, Ձախից Միացյալ Նահանգներինը, հա վարում էր Մերզլյակովը, այդ նշանակում է, որ այն թվականներին եռանախագահների մոտ, այսպես առաջնային դիրք ունեին ռուսական կողմերը, հա։ Հետո իրենց տեսակետը հայտնեցին զուտ այդ ստանդարտ ուրեմն Մինսկի խմբի դրույթներով, հա, խաղաղ կարգավորում եւ ասեցին հարցեր կպատասխանենք ձեր հարցերին, հարցեր եղան, ես մտածում էի ինչ հարց տամ, ես սովորաբար հարց չեմ տալիս, եթե այդ հարցի պատասխանը չգիտեմ, հա, չէի կարողանում հարց գտնել, բայց հերթագրվել էի ինձնից առաջ Բազեյան Ալբերտը,
հարց տվեց մեղադրական տոնով, թե ինչու Մինսկի խումբը պատմական հիմքերը Արցախյան հակամարտության չի քննարկում եւ չի, ինչպես որ դուք հենց հիմա ներկայացրեցիք։ Մերզլյակովը աչից ուրեմն խոսեց, այսպես ցախից խոսեց իր գործընկերների հետ եւ ասաց Մինսկի խմբի առաքելության մեջ չի մտնում Արցախյան հիմնախնդրի կարգավորումը։ Մինսկի խմբի առաքելությունն է Արցախյան հիմնախնդրի պատճառով առաջացած կոնֆլիկտի հակամարտության համար խաղաղ լուծում գտնելը։ Ու ասեցին հաջորդ հարցը ես միանգամից արդեն կողմնորոշվեցի, այո, պասը ստացա, էլի, Բազեյանի ու Մերզլյակովի պարսը, ասեցի պարոն համանախագահ, դուք ձեր գոլեգաների հետ խորհրդակցեցիք, հետո պատասխանեցիք, կարելի է արդյոք ձեր պատասխանը ընդունել այսպես, մեկնաբանել այսպես, որ Մինսկի խումբը, այդ թվում ԵԱՀԿ-ն, որը ստեղծել է Մինսկի խումբը, եւ ՄԱԿ-ը, որի կառույցն է հանդիսանում ԵԱՀԿ-ն, համարում են, որ Արցախյան խնդիրը արդեն լուծված է Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու ճանապարհով եւ մնում է, որ միջազգային հանրությունը օգնի երկու կողմերին կարգավորել դրանից առաջած հակամարտությունը խաղաղ ճանապարհով։ Մերզլյակովը էլ այս կողմից ուրեմն խոսեց, այն կողմից խոսեց, ասեց այդպիսի մեկնաբանությունը նույնպես ապրելու իրավունք ունի, գոյություն ունենալու իրավունք ունի։ Այսինքն այդտեղ խնդիրը ներկայացնելու մեջ էր, հարցը վիճելի թողել էին, որպեսզի հանկարծ այդ օջախը չփակվի, որպեսզի կողմերը հետագա զարգացումներում այնտեղ միջամտելու հնարավորություն պահպանեին։ Եվ դա ձեռք էր տալիս եւ Ռուսաստանին, եւ Արևմուտքին, եւ նաեւ Արևելքին երևի, եւ բոլորին ձեռք էր տալիս վերքը բաց պահել հետագա միջամտության համար։ Այդ մենք հայերս պիտի հասկանանք, որ այդ ժամանակը մեզ մոբիլիզացիայի համար է տրված եւ երբ որ սկսվի աշխարհի վերաբաժանման հաջորդ փուլը, մենք ինքներս պիտի այդ հարցերին պատասխանենք։ Չգիտեմ, բավարարեց իմ պատասխանը։ Ինձ թվում է այո, բայց ես հասկացա, որ քանի որ մեր հաղորդման ժամանակը սպառված է արդեն, նույնիսկ մի բան էլ առաջ անցա, ավել ենք ուրեմն հաղորդումը անում։ Ես հասկանում եմ, որ մենք եւս պիտի մեկ անգամ առնվազն հանդիպենք, իսկ ես կարծում եմ, որ մենք պարբերաբար կարող ենք հանդիպել եւ այս բոլոր թնջուկները փորձենք ներկայացնել մեր հասարակությանը։ Թվում է սա պատմություն է, բայց իրականում հիմա շատ կարևոր է այդ պատմությանից քաղած դասերը, որովհետև օրինակ Հայաստանը, եթե այսպես հնարավորություն ունենար այն ժամանակ եւ պնդեր, որ լավ պատմություն է եկեք չնայենք, բայց գոնե 88 թվականից այս կողմ պետք է նայենք, որովհետև դա պատմություն չի, դա ուղղակի այդ կոնֆլիկտը ստեղծած գործընթացն էր։ Պատմությունը դա կարելի է նայել, ասենք, թե 1000 տարի առաջ կամ 100-ավոր տարիներ առաջ ինչպես է եղել։ Եթե չեք ուզում քննարկել, մի քննարկեք, բայց ոնց կարելի է կոնֆլիկտի անմիջապես սկիզբը քննարկումից դուրս թողնել։ Եվ իհարկե հիմա հեշտ է այսպես հերվից դիտողություններ անել, որովհետև այն ժամանակ մթնոլորտը ուրիշ էր, մոտեցումները ուրիշ էին եւ այլն։ Բայց ես կարծում եմ, որ մենք մյուս շաբաթ եւս կհանդիպենք, որպեսզի շարունակենք այս խոսակցությունը, որովհետև մեր խնդիրը չի պատմությունը վերհիշելը, մեր խնդիրը պատմությունից դասեր քաղելն ու դրանից ժամանակակից այս ճգնաժամից ելքեր գտնելու խնդիրն է։ Ուստի ես ձեզ հրավիրում եմ նաև մյուս շաբաթ, որպեսզի մենք շարունակենք մեր խոսակցությունը, համարենք, որ սա առաջին մասն էր, մենք կսկսենք մյուս անգամ այս խոսակցության հենց այս հատվածից։ Եթե համաձայն։ Դուք իհարկե ճիշտ եք, բայց ես էլ իմ կարծիքը ասեմ, մի ինտրիգող նախադասություն ասեմ, որի համար ինձ հնարավոր է որ մեղադրեն եւ եթե այդ գործընթացը այդ քննարկումը օրինակ ես անվանեմ պատմական Հայաստանից նոր Հայաստանին անցման գործընթաց
Կարծում եմ որևէ մեկը ինձ իրավունք չունի մեղադրելու, որ ես նիկոլական եմ եւ ես նրա ազդեցության տակ եմ, որտեվ անունները կարևոր չեն, կարևորը արդյունքն է։ Ինչ վերաբերում է քննարկումներին, ես մի քիչ այլ տեսակետի եմ, որ մենք ամբողջ ժողովրդին կրթելու վրա եթե ծախսենք մեր ամբողջ ժամանակը, դա կտևի տասնամյակներ եւ մենք այլևս քննարկելու բան չենք ունենա։ Ես ավելի համոզված եմ, որ այդ քննարկումները պետք է կամերային պայմաններում արվեն, ոչ թե գաղտնի, այլ կամերային, այսինքն մասնագիտական մակարդակում արվի, բայց քանի որ հիմնական խնդիրը նաև ժողովրդին կրթելն է եւ ժողովրդին հասկանալի դարձնելը այն ինչ որ կատարվում է միջանցքներում կամ ասենք կամերային պայմաններում, իհարկե դուք ճիշտ եք եւ դրանով դուք ձեր ֆունկցիան ճիշտ եք կատարում, դուք ձեր առաքելության բարձրակետին եք։ Ինչ վերաբերում է հաջորդ անգամ հանդիպելուն, դեռ մի քիչ մտածելու բան ունեմ, բայց կարծում եմ Շատ լավ, տեսնենք ինչպես կստացվի, ամեն դեպքում ուզում եմ մեր հեռուստադիտողներին հիշեցնել, որ վերջի վերջո սուվերենը դա ժողովուրդն է որոշում կայացնում եւ այդ որոշում կայացնելու մեջ կարևորը որպեսզի ինքը ճիշտ կողմնորոշվի, ճիշտ գիտելիքներ ունենա, իմանա ինչպես է եղել, որպեսզի նույն սխալներին անընդհատ չբախվի։ Շնորհակալություն պարոն Խաչատրյան հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։